ընկերներ, ողջույն։ Այսօր միասին դիտարկելու ենք սորտավորման մեկ ալգորիթմ։ Այսինքն ունենալու ենք ինչ-որ հաջորդականություն, լիստ եւ այդ լիստը պետք է սորտավորել։ Սորտավորել աճման կարգով կամ նմազման կարգով ոնց մենք կորոշենք։ Ուրեմն սորտավորման 3 ալգորիթմներ կան՝ bubble sort, insertion ու selection sort-ը, որոնք իրական բարդությունը իրանց մի փոքր ալգորիթմական աշխատանք է, իրենց մի փոքր ավելի բարդ է, ավելի երկար ON քառակուսիով են աշխատում, սակայն դրանք առաջին սորտավորման ալգորիթմներն են, որոնք հիմնական մարդկանց մտքին գալիս են, մնացածները մի փոքր ավելի լավ են աշխատում, այն լոգենով ենթադրաբար ու մի փոքր ավելի բարդ են աշխատանքի մասով։ Այսօր մենք միասին կուսումնասիրենք bubble sort-ը, որի աշխատանքային բարդությունը, ալգորիթմի բարդությունը լինում է ON քառակուսի։ Հիմա այդ bubble sort-ը եկեք դանսերի միջոցով միասին մի հատ հասկանանք, իրանցից ինքը ինչ է ենթադրում ու փորձենք դրա վրա արդեն հասկանալ։ Հիմա եթե մի փոքր առաջ տանք, ուրեմն այստեղ։ Տեսեք, մեկ րոպե։ Ունենք զանգվածի տարեր։ Սրանք մեր զանգվածի տարերն են, վերևն է տեսեք ինդեքսում են։ Ուրեմն զանգվածի տարերը ոնց է համեմատում։ Ինքը վերցնում է զույգ-զույգ սկսում է համեմատել։ Այս զույգը համեմատվում է ըստ անհրաժեշտության փոխվում, որտեղ նպատակը աճման կարգով դասավորել, այսինքն ամենափոքր տանի ձախ։ Հաջորդ զույգն է վերցնում 1-ն ու 2-ը ու այդ համեմատում է։ Տեսեք, քանի որ 2-ը մեկ փոքր էր 1-ից, տեղերով կփոխվեն։ Հիմա այս 2-ն համեմատում տեղերով չի փոխվելու։ Այս 2-ն համեմատում էլի տեղերով փոխվում է։ Այսպես զույգ-զույգ համեմատելով ինքը ամենամեծ տարը տանում է դնում է վերջում։ Այս 2-ը հետո հիմա 5-ն ու 6-ն է համեմատվելու իրար հետ։ Հետո այս 2-ը, հետո այս 2-ը ու արդեն 8-ն ու 9-ն են իր հետ համեմատվում։ 8-ն ու 9-ը իրենց ճիշտ տեղերում են եւ իրանք արդեն խաղին չեն մասնակցում։ Հիմա նորից գալիս ենք այստեղից, սկսում ենք էլի զույգ-զույգ համեմատելով գնալ առաջ։ Հիմա այս 2-ն ենք համեմատում, հետո այս 2-ը ու տեսեք փոփոխություն չի լինում։ Այսինքն այս process-ը հենց ինչ է ենթադրում, սա երևի այդ սորտավորման ալգորիթմից էլի լավ է համարվում, այն իմ ասած bubble insertion selection sort-ից սա լավ է համարվում, որտեղ սա ըստ էության կարող է հանդիպի ինչ-որ կետ, որ արդեն սորտավորված կլինի։ Հա, այսինքն օրինակ կարող է մի 2 համեմատություն, 3 համեմատություն, այսինքն սորտավորված մի որտեղ զույգ-զույգ համեմատելով տանում է։ Սա արդեն փոփոխություն տեղի չունեցավ, հիմա նոր լինում արդեն ինչ-որ փոփոխություն։ Եվ այսպես շարունակ ինքը արդեն սկսում է ուրեմն տարերը տեղը դնել։ Դե եկեք փորձենք այս խնդիրը մենք միասին կոդավորենք Python ծրագրման լեզուն օգտագործելով։ Նախ եւ առաջ եկեք հայտարարենք list-ը, ուրեմն my list-ը, որը հավասար է ունենք իր մեջ արժեքներ, ուրեմն կամական արժեքներ ենք դնում 8 0 -7 6 1 2 4 -1 9 մեկ էլ 4 էլի 4, հա, այս մեր տարն է։ Ուրեմն այս լիստը պետք է սորտավորենք աճման կարգով, փոքրից մեծ։ Ոնց ենք վարվում։ Ուրեմն նայեք, առաջին պտույտը եկեք այս զույգ հարզույգ տարերը սկսեմ իր հետ համեմատել։ Հենց այդ առաջին պտույտը, որ ինքը արեց, ուրեմն for e in range, ուրեմն e in range len my list -1, խի -1, որովհետև տեսեք, ես համեմատում եմ այս երկու տարերը, հա, այսինքն վերցնել եմ e + 1-ի հետ համեմատեմ, որ հանկարծ range-ից դուրս չթողնեմ, դրա համար մինչև e -1-ն եմ գնում, այսինքն սա ու որ սա կանամ իր աճ հարևանի հետ համեմատեմ։ Եվ ինչ եմ ստուգում, եթե ուրեմն my list-ի e-րդ էլեմենտը, այսինքն այս ցախ հարևանը, եթե այս ցախ հարևանը մեծ է, աճ հարևան, այսինքն աճը իրենց փոքր է, my list e + 1, որտեղ նպատակս մեծը վերջ տանելն է, չէ՞, ապա այդ դեպքում իրանց տեղերով փոխվում են։ Տեղերով փոխություն կատարվում է հետևյալ կերպ. my list-ի e-րդ տարը ստորակետ my list-ի e + 1-րդ տար, սա հավասար, ուրեմն my list-ի e-րդ e + 1-րդ տար եւ my list-ի e-րդ տար։ Սա իրար հավասար են։ Տեսեք, այս տողը, որ e + 1, սա e + 1 e-ա գրացանք, համապատասխան հարթակները վերագրում են իրար։ Ընտիր, այսինքն տեղերով փոխեցի։ Եվ հիմա այս լուփը երբ պտտվի, ամենամեծ տար գտնվի վերջում։ Հիմա այս process-ը որքան պետքա շարունակեմ, հա, այս process-ը, որ այսպես արեցի, ինչքան պետքա շարունակեմ։ Սա պետքա շարունակեմ այնքան ժամանակ, քանի դեռ այս լուփի սաղ տարերը չեն դիտարկվել։ Այսինքն առաջին process-ի ժամանակ մինչև վերջ պետքա գնամ։ Երկրորդ process-ի ժամանակ արդեն պետքա գնամ մինչև այսքան, որովհետև ամենավերջում ճիշտ տարը դրված է։ Հաջորդ process-ի ժամանակ պետքա այսքանը դիտարկեմ, հետո այսքանը ու այսպես շարունակ։ Հիմա սա երբ ես sense գրել եմ, ինքը գնում է մինչև վերջ։ Հիմա սա պետքա նորից աշխատի այս լուփը, բայց արդեն գնա մինչև այսքանը։
Հետո պետք է նորից աշխատի, գա միջև այստեղ եւ այդպես շարունակ։ Այսինքն սա ըստ էության պետք է մեկ այլ լուփի մեջ դրված լինի։ Ուրեմն for g in range այստեղ գրենք ուրեմն len mylist սրանք սա եկեք մի թափ աճ տանենք այսպես։ Ուրեմն սա ինչ է ենթադրում, տեսեք, g-ն 0 է, 0-ի դեպքում ինքը այս ամբողջությամբ պատտվում է։ Հետո g-ն կդառնա 1, պետք է այսքան պատտվի, այսինքն գնա mylist case-size -1 մինուս g։ G-ից կախված ես բան ստացա, որտեղ նայեք, երբ g-ն 1-ը պետք է այսքան, չէ, իմ լիստը այսքանն է լինում ըստ էության, բայց երբ իմ լիստը այսքանն է, i ինդեքսը վերջին պետք է լինի 4-ի ինդեքսը, որ ես կանամ այս երկուսի հետ համեմատեմ։ Այսինքն գնում է մինչև -1 մինուս g-ն եւ ամեն անգամ զույգ-զույգ համեմատում է իրար հետ։ Հիմա եկեք այսքանից հետո print անենք my list-ը։ Եվ ահա տեսակ տարերը սորտավորեց ինքը մեզ ներկայացրեց։ Վերջ այսքանը այս խնդրի հետ կապված, եթե հարցեր կունենաք, մեկնաբանության դաշտում գրեք, սիրով պատրաստ եմ պատասխանել բոլոր հարցերին։ Հաջորդը պիտի դարքինք էլ ավելի հետաքրքիր խնդիրներ։ Լավ մնացեք, կհանդիպենք։